Հայաստանում դեղերի փորձարկման մասին այսպես ասած հետաքննությունը կեղծ է, կայքն էլ որտեղ հրապարակվել է, չնայած եվրոպական անվանում ունի, որևէ հայտնի եվրոպական մեդիա հարթակ չէ, այլ պարզապես սունկ կայք է, սա օպերացիայի մի մասն է, որի թիրախում մենք ենք Հայաստանի բնակչությունը, շեշտում է փորձագետ Գայանե Աբրահամյանը։ Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի իրավապաշտպաններին հաջողվել է պարզել, թե ինչպես է Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն տվել իր երկրի քաղաքացիների նկատմամբ անմարդկային փորձարկումներին հանուն եվրոպական պետությունների բարեհաճության և ֆինանսական շահի։ Ոչ ռուսական անվամբ կայքի համար իբր հետաքննություն իրականացնող հիմնադրամն ունի ռուսական ֆինանսավորում։ Փաստերի ստուգման հարթակն է ուսումնասիրել տարածվող հոդվածն ու բաց աղբյուրներում հիմնադրամի մասին առկա տեղեկությունները։ Իդեպ հիմնադրամի անգլերեն հապավումն է FBI, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի անգլերեն հայտնի հապավումն է։ London Times-ի հոդվածը այս հիմնադրամի կայքում ևս հրապարակված է 4 լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Սա կանի միայն պետությունը, սա սովորական քաղաքացին չի անի, և ինֆոգրաֆիկաները թարգմանված, և տեքստերը թարգմանված, սա ուղղակիորեն պետական հարձակում է տեղեկատվական բնույթի, որտեղ շատ համակարգված տեսք ուներ ինքը, դա պարզապես ինչ-որ մեկի, օրինակ Facebook-յան գրառում չէր, կամ մեկի մտքի թռիչք չէր հաստատ, նկարներով, ինֆոգրաֆիկաներով, որ անծանոթ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել ճշմարտացիության։ Իսկ հետաքննությամբ իբր պարզել են, որ բժշկական օգնության և մարդասիրական նախաձեռնությունների քողի տակ արևմտյան դեղագործական ընկերություններն ըստ հիմնադրամի աղբյուրների սկսել են լայնածավալ ծրագիր փորձարկելու նոր հոգեմետ դեղամիջոցներ, ստերոիդներ և այլ վտանգավոր նյութեր, որոնք ենթադրաբար եվրոպացի զինվորներին կվերածեն անվախ զինվորների։ Դեղամիջոցները փորձարկվում են խոցելի հայ քաղաքացիական անձանց, հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա։ Այստեղ թիրախավորել էին մի քանի շերտ Հայաստանի բնակչությանը նախ վախի մթնոլորտ առաջացնել, անվստահություն բժշկական համակարգի նկատմամբ, սրանք բոլորը քաոսի մեջ ապրելու այդ անվերջ տագնապը զգալու հոգեվիճակ ստեղծելու նպատակ ունեն, որը դասական օրինակ է տեղեկատվա հոգեբանական օպերացիաների։ Ռուսերեն տարբերակը ռուսական Chechen.info.ru լրատվականում ևս արտատպվեց, որին հղում անելով հոդվածը տարածեցին հայկական որոշ լրատվական էջեր։ Արսեն Թորոսյանը հայկական տիրույթում նյութի տարածումը օպերացիայի բնական շղթան է համարում։ Նման նյութերը պարբերաբար սկզբում և նաև հետագայում տիրաժավորվելու են հայկական մամուլում և մենք տեսանք դա, որով անվստահություն է սերմանվում թե գործող կառավարության, բայց դա դեռ մի կողմ, որտեղ կառավարությունը այնուամենայնիվ քաղաքական ուժ է, այլ պետական ինստիտուտների նկատմամբ, որտեղ օրինակ նույն դեղերի փորձարկումները, որոնք ամբողջ աշխարհում արվում են հատուկ ստանդարտացված պրոտոկոլներով եւ այլն, դրանք պետության հսկողության տակ են ամենուր եւ ամեն ինչ տենց հսկվում է շատ հստակ եւ եթե դու սենց նյութ ես կարծում, ասում ես ոնց մեր վրա հիմա ես կարող եմ գնամ ապտեկայից դեղ առնեմ կամ անկախ նրանից դու ճանաչում ես երկրի ղեկավարին, չես ճանաչում, ընդունում ես, չես ընդունում, կամ գնամ հիվանդանոց, իսկ կարող է ինչ-որ մի հատ փորձարկում անեն իր վրա, եւ ժողովրդի մեջ տես պանիկայի տարեր ա մտցնում, եւ սա միակը չի, այսինքն երբ որ տես կաթիլ գումարես այլ ոլորտների, իրանք փորձում են բարձրացնել այդ անվստահության մակարդակը ընդհանրապես պետական ինստիտուտների նկատմամբ, վաղը դա իր արտահայտությունը կունենա ընտրություններին չմասնակցելու կամ իրենց ուղղորդած քաղաքական ուժին ընտրելու տեսանկյունից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան։ Հոդվածի հեղինակները ըստ Արսեն Թորոսյանի հենց նրանց են ընտրել որպես վատ հերոսներ, քանի որ նրանք իրենց կարծիքով այդ ռուսական շրջանակների տենց պրո-արևմտյան են եւ նաեւ պատահական չի, որ այդ ֆարմ կամպանիաները եվրոպական են, ոչ թե ամերիկյան, որտեվ հիմա գիտեք Ամերիկա-Ռուսաստան հարաբերությունները ինչ-որ ջերմացման միտումներ ունեն, ամբողջությամբ տեղավորվում է այդ ռուսական շրջանակների կողմից մղվող հիբրիդային տեղեկատվական պատերազմի շրջանակներում։ Երբ տեղեկության մեջ գործող անձանց ու ընկերությունների անուններ ես նշում, ամսաթվեր ու նմանատիպ այլ մանրամասներ, թեկուզ ամբողջը հորինված է, քչերը կմտածեն կասկածել, ստուգել, մանրամասնում է Գայանե Աբրահամյանը։ Եթե երկարաժամկետ ազդեցության տեսանկյունից կարող է իրենք նպատակի չեն հասնում, բայց այդ կարճաժամկետ ազդեցությունը փոքր դոզաներով, չափաբաժիններով
իրենք հասցնելու են իրենց ուզած ի վերջո վարքային փոփոխություններ, որտեղ դա ազդում է ի վերջո նաև հանրային վարքի փոփոխությանը։ Սրանք նման են այն հոգեբանական կամ տեղեկատվա հոգեբանական օպերացիաներին, որը մենք 2 տարի առաջ ունեցանք, երբ երևի շաբաթը 1 կամ ավելի հաճախականությամբ որևէ տեղ ռումբեին դնում պայթեցման ահազանգ էինք ստանում եւ այլն։ Իդեպ սարսափեցնող բովանդակություն ու ազդեցիկ ենթավերնագրեր ունեցող հետաքննության միակ աղբյուրը հենց հիմնադրամի անանուն աղբյուրն է, որին անհայտ ճանապարհով ու առանց փաստերի հայտնի է, որ իբր 2025 թվականին Հայաստանը դարձել է նոր հոգեակտիվ նյութերի եւ փորձարարական դեղամիջոցների լիարժեք փորձարկման վայր, եւ իբր դեռ 2023-ին գերմանական ու ֆրանսիական դեղագործական ընկերությունների հետ գաղտնի գործարքներ են կնքվել, որոնք վերահսկում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Նույն ռուսական շրջանակների կողմից այդ մի ուրիշ թեզ էլ կար, որ Հայաստանում ինչ որ ամերիկյան գաղտնի լաբորատորիաներ կան, որ մենք տենց մոծակներ ենք բուծում, որ գնան սպանեն ռուսներին կամ մյուսներին, էլի տենց անհետ մարազմատիկ թեզեր հնչել են։ Այդ թվում ամենաբարձր մակարդակով, ընդհանուր մինչև երկրի նախագահ։ Սա հիմա դրա կարծես թե եվրոպական տարբերակն է։ Ապա տեղեկությունը հերքելուց բացի Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը նաև տեղեկացրել է, հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին իրավական գնահատական տալու համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ մանրամասնել է, տեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումներ Հայաստանում կարգավորվում են բացառապես դեղերի մասին օրենքով, իսկ հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից 2018-ից 2025 թվականների ընթացքում միայն մեկն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի ստերոիդների եւ հոգեմետ նյութերի, ինչպես նաեւ հոդվածում նշված խոցելի խմբերի հետ։ Հոդվածում ներկայացված պերվիտին դեղն էլ ընդհանրապես երբևէ գրանցված չի եղել Հայաստանում ու ոչ էլ երբևէ կլինիկական հետազոտության հայտ է ներկայացրել։ Գայանե Աբրահամյանը վստահ է, այս օպերացիան գուցե այլ արարներ էլ ունենա, կախված է ազդեցության շրջանակից։ Վերջին մի քանի օրերի ընթացքում փորձեցի հասկանալ ով է իմ գոնե ընկերների շրջանում էս նյութը կարդացել եւ ինչպիսի վերաբերմունք է ունեցել, մի քանիսը հստակ ասում էին, որ քանի որ տեսանք London Times-ը, միանգամից հասկացանք, որ ուրեմն լուրջ ինչ-որ բան է։ Որպեսզի կեղծ տեղեկությանը հավատացողները շատ լինեն, ռուսական քարոզչությանը բնորոշ է ոչ թե ռուսական, այլ հենց եվրոպական անվանումներով ներկայանալ։ Ռուսական քարոզչությունը այլևս ուղիղ ռուսական քարոզչություն չի անում, այսինքն այն, այսպես ասած, կացնային քարոզչությունը չէ, որը իրականացնում է։ Մեթոդը տարածված էր, իրենք դեռևս մեր դեպքում չէին կիրառում, որովհետև այնուամենայնիվ մեր հասարակությանը համարում էին իրենց գրպանում արդեն իսկ։ Նախընտրական շրջանում այսպիսի օրինակները ավելի շատ կլինեն, նույնիսկ թեկնածուներ կարող է լինեն, որ ներկայանան արևմտամետ հայացքներով, բայց իրականում ճիշտ հակառակը լինի։ Ինչը եղել է օրինակ նույն Ռումինիայում, որովհետև երբ տեսնում ենք օրինակ Ռումինիայի այդ ընտրված, բայց չեղարկված ընտրությունը չեղարկված նախագահի թեկնածուն, հիմնականում, այսինքն ինքը եվրոսկեպտիկ չէր, հիմնականում եվրոպական քարոզ էր իրականացնում եւ այլն, բայց մեծ հաշվով հետո պարզվեց, որ ինքը ուղղակիորեն ռուսական հատուկ ծառայությունների կողմից այդպես առաջ մղված թեկնածու է եղել։ Կրեմլում Հայաստանի հարցերով այսուհետ կզբաղվի Կիրիենկոն։ Մոսկովյան Վեդոմստի պարբերականում ապրիլի 30-ին հրապարակված այս տեղեկությունը գործողության մեջ ենք արդեն տեսնում։ Գայանե Աբրահամյանի դիտարկումն է։ Երբեք փափուկ ուժը չպետք է թերագնահատենք, հատկապես եթե այդ փափուկ ուժի կիրառման մեթոդաբանությունը եւ ռազմավարությունը տրվում է Կիրիենկոյին։ Ըստ Վեդոմստի թերթի Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի եւ նրա ենթակայության վարչությունների աշխատակիցների առջեւ դրվել են նոր հանձնարարություններ։ Կիրիենկոյի առջև խնդիր է դրվելու Հայաստանում փափուկ ուժ կիրառել ռուսական շահերը առաջ տանելու համար, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր։ Վերադառնալով կեղծ հրապարակմանը, հայտնի չէ, թե London Times անունով այս հարթակը երբ է ստեղծվել։ Կայքում չկա նշում խմբագրակազմի մասին, հոդվածները չունեն հեղինակներ, գլոբալ խնդիրներ, առողջություն եւ մյուս բաժինները դատարկ են, չկա որևէ հրապարակում։ Իսկ այսպես կոչված հետաքննությունն իրականացնող անարդարության դեմ պայքարի հիմնադրամի պաշտոնական կայքում նշվում է, որ այն անկախ, ոչ առևտրային կազմակերպություն է եւ ֆինանսավորվում է Ռուսաստանի քաղաքացիների մասնավոր նվիրատվություններով։ ՖԻՊ-ի ուսումնասիրությունը
աղբյուրները սակայն պարզել են հիմնադրամին էլի են մեղադրել կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։ Այսպես 2024 թվականին եվրոպական հայտնի Klesman համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անարդարության դեմ պայքարի հիմնադրամը հիմնադրել է Եվգենի Պրիգոժինը, դրա մասին ազդարարելով կոնտակտի իր էջում դեռ 2021 թվականին։ Ամերիկյան CNN լրատվականը ևս ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական ապատեղեկատվական քարոզչությանը վերաբերող հոդվածներից մեկում նշել է, որ այն հիմնադրվել է Վագներ խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից։ Ի դեպ, հիմնադրամը ղեկավարում է Միրա Տերադան, որը հայտնի է նաև Օքսանա Վով կամ Վամպ։ FIPE գրում է այս ռուս կինը, ըստ վերը նշված աղբյուրների, ավելի քան 2 տարի անցկացրել է ԱՄՆ բանտում թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով։ Ռուսաստան վերադարձել է 2021-ին։ Մեկ այլ ֆրանսիական Intelligence Online պարբերականն էլ արդեն այս տարվա մարտին է իր հոդվածներից մեկում անդրադարձել հիմնադրամին, նշել այն վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից եւ տարածում է ապատեղեկություն։ Իրինա Մկրտչյան, Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, Դավիթ Դանիելյան եւ մնացական Բոստանջյան, Կիրակնորյալ լուրեր։